Վերադարձանք տաղավար եւ չմոռանանք, որ շուտով 1 ամսյակ է, որը իրականում պետք է լինի 12 ամսյակ, որովհետեւ երբեք չի կարելի կանանց իրավունքները խախտել եւ ամբողջ տարի պետք է խոսենք կանանց մասին եւ կանանց իրավունքների մասին, հաշվի առնելով նեգատիվ ստատիստիկան բռնության հետ կապված, բայց մենք առաջիկա եթերներում կունենանք այդպիսի անդրադարձեր, վստահ եմ, իսկ հիմա ինչպիսին են եղել Երևանի կանայք, ինչով էին նրանք տարբերվում հանրապետության մյուս կանանցից, շոտ հետաքրքիր հարցադրում է։ Եթե ուզում եք գտնել հարցի պատասխանը, ապա մարտի 8-ին շտապեք Երևանի պատմության թանգարան, քանի որ այնտեղ բացվում է ցուցադրություն, որտեղ ընդգծված են Երևանի պատմության թանգարանի հավաքածուից լուսանկարներ 19-րդ դարից մինչև մեր օրերը։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը 2026 թվականի։ Մանրամասները պատմեն մեր հյուրերը։ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը եւ թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Մարինա Խաչմանուկյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար։ Վստահաբար Հայաստանի, մասնավորապես Երևանի կանայք ամենագեղեցիկն են, ամենատարբերվողն են, բայց ինչով են տարբերվում 19-րդ դարի կանայք կնոջ կերպարը այսօրվա ժամանակակից Երևանի կնոջ կերպարից։ Եկեք հասկանանք այսպեսի մի պրովոկացիոն հարց։ Երևի ինձանից սկսենք։ Ասեմ, որ կնոջ կերպարը մենք ներկայացնում ենք լուսանկարների միջոցով, որովհետև մեր ցուցահանդեսը դա լուսանկարների ցուցահանդես է եւ մենք ընտրել ենք մեր ֆոնդերից, իսկ ֆոնդերում ունենք 12000 լուսանկարներ, ամենահետաքրքիր մեր կարծիքով լուսանկարները, որոնք ներկայացնում են 19-րդ դարից մինչև այսօրվա ժամանակակից կնոջ կերպարն է բացահայտվում եւ այդ, որ ասում ենք ինչով են տարբերվում, նախ պետք է իմանանք ինչ տեսք ունեին նրանք, որ հետո ասենք ինչով ենք տարբերվում, ենթադրենք մյուս հարևան հանրապետությունների կանանցից։ Ասեմ, որ ընդհանրապես լուսանկարչությունը դա ոչ միայն մարդու արտաքինի արձանագրումն է, այլ իր ինքնության, տվյալ ժամանակաշրջանի արժեքների եւ գաղափարների արտացոլումն է, այսինքն 19-րդ դարի կինը նա ներկայացնում է այդ ժամանակաշրջանի կնոջ կերպարի իդեալը, ինչպիսին էր այդ ժամանակաշրջանի կինը եւ 19-րդ դարի կանայք Երևանում կրում էին միառժամանակ եւ եվրոպական հագուստ եւ իհարկե ազգային տարազը, այդ պատճառով մեր լուսանկարների մեջ կտեսնեք ազգային տարազ իր հետաքրքիր դրսևորումներով եւ իհարկե եվրոպական հագուստը այդ ժամանակաշրջանի լուսանկարների տեխնիկական պայմաններից ելնելով կանայք, միայն կանայք չէ, ընդհանրապես ում որ լուսանկարում են, նրա դիրքը ավելի ստատիկ էր, հայացքը ավելի որոշակի, հա, եւ դա հենց էքսպոզիցիայի հետ կապ ուներ լուսանկարչության։ Ժամանակի ընթացքում արդեն իհարկե կինը իր կերպարը փոխվում է, որովհետեւ կինը մենք աշխատել ենք այնպես ցույց տանք, թե ինչպիսին էր Երևանի կանանց դերը քաղաքի զարգացման տարբեր ոլորտներում, սկսած հասարակական ոլորտից, քաղաքական, մշակութային ոլորտից եւ տեսնում ենք, որ աստիճանաբար նրա կերպարը ինչպես է փոխվում, ինչպես կինը դառնում է ավելի ստեղծարար, ավելի համարձակ եւ արդեն ժամանակակից լուսանկարչության մեջ, որի համար ամենակարևորն էր անհատականության բացահայտումը, մենք տեսնում ենք արդեն լրիվ ուրիշ կանանց կերպարը Երևանի եւ այդ ամենը արտահայտվում է հենց լուսանկարների մեջ ժամանակակից լուսանկարիչները նաեւ շատ անգամ տաղավարներից դուրս են գալիս, եթե խորհրդային շրջանի լուսանկարները մենք ունենք շատ հետաքրքիր մի հավաքածու սովետական շրջանի հայտնի լուսանկարիչների ավագ սերունդը կհիշի Միսակյանի, Շանթը, Խանոյանը, Խանդիկյանը եւ ուրիշները բոլորը տաղավարում էին նկարահանումներ անում։ Այսօրվա լուսանկարիչները անում են միջավայրում։ Դա կարող է լինի բնության միջավայր, կարող է լինի քաղաքը եւ դա է շատ կարեւոր, որ այդ լուսանկարների մեջ Երևանը հանդես է գալի ոչ միայն հետնապատկեր, ոնց որ լուսանկարների համար, այլ առանձին կերպար, կարծես թե երկխոսություն է կնոջ եւ քաղաքի միջև։ Հետաքրքիր է միտքը, մի քիչ հետ գնանք, ինչպես հղացավ միտքը այսպիսի ցուցադրություն անելու եւ ինքը ինչ կտա դիտողին մեր Երևանի մասին։
Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Նախ ասեմ, որ Երևանի պատմության թանգարանը ամեն տարի կանանց մեկ ամսյակի շրջանակում հանդես է գալիս տարաբնույթ միջոցառումներում, ընդգծելով կնոջ կերպարը։ Անցած տարի հետաքրքիր բովանդակությամբ նույնպես ցուցահանդես ունենք, որը մեծ վայելում ունեցավ։ Այս Երևանի դիմագիծը, Երևանի կանայք ժամանակի դիմագիծը, խորագիրը այսպես է ցուցադրության եւ ինչպես Տիկին Խաչմանուկյանը նշեց, մենք հիմքում ունեցել ենք հայեցակարգային առումով ներկայացնել կինը ժամանակի նրանց դեմքի արտահայտությունը ժամանակի միջոցով։ Ես ուզում եմ նշել, որ բացի մեր հավաքածուից ցուցադրությանը մասնակցում են նաեւ շուրջ 15 լուսանկարիչներ, ժամանակակից լուսանկարիչներ եւ մենք այս նախագիծը իրականացնում ենք Հայաստանի ազգային լուսանկարչության ֆեդերացիայի հետ։ Այս առումով հետաքրքիր է, որ այսպես ասած տարածվել է հաղորդագրությունը եւ հենց իրենք լուսանկարիչները ժամանակակից Երևանը եւ կինը ներկայացնող ուղարկել են մեզ, մենք ընտրել ենք շուրջ 200 լուսանկարից ամենալավերը, քանի որ հիմքում ընկած է մեր հավաքածուն ցույց տալը, որը բաղկացած է հին Երևան շրջանից, խորհրդային Երևան շրջանից եւ այսօրվա ժամանակակից լուսանկարիչների։ Այստեղ հետաքրքիր կադրեր կան, օրինակ կինը Երևանի մետրոպոլիտենում, Հյուսիսային պողոտայում կամ շատերս ենք տեսնում, թե ինչքան են երիտասարդ աղջիկները այսօր կանայք նկարվում, օրինակ Երևանյան հին սև շենքերի, Պուշկինի, օրինակ Աբովյան փողոցի, այն հայտնի դռների մոտ, սև տուֆակերտ շենքերի առջևում։ Մեր անձեն աչքով է մենք օրեկան որ անցնում ենք, տեսնենք ինչքան շատ են նման լուսանկարները եւ բավականին մեծ շարք ունենք նկարագրելով հենց այդ ամենը փաստագրելով եւ ամենահետաքրքիրն այն է, որ այս բոլոր լուսանկարիչների նկարները նաեւ նվիրատվություն են դառնալու մեր թանգարանի հավաքածուին, քանի որ մենք ժամանակակից նկարները հիմնականում թվային են, գիտեք, եւ երբ որ դրանք տպագրության են պատրաստվում եւ ցուցադրվում են, շատ լավ նաեւ գաղափար է այս ամենը թանգարանի հավաքածուն համալրելու առումով։ Այդ իսկ պատճառով մենք փորձել ենք Երևանը կինը համադրել, այ ինչպես Տիկին Խաչմանուկյանը եւս մեկ անգամ նշեմ, որ փաստեց, օրինակ ժամանակի մեջ, եթե ավանդական տարազով նկարներն են, ֆոտոլուսանկարներն են ներկայացում, ապա որ գնանք դեպի խոր, կտեսնենք օրինակ կանայք հաց են թխում արդեն այս ժամանակակից լուսանկարիչների մոտ, կանայք շներով, ռոլիկներ են քշում, չգիտեմ, սուրճը ձեռքներին քաղաքում շրջում են, կարծես բավականաչափ կերպարանափոխված են ազգային ավանդական լուսանկարչությունից այդ լուսանկարները, որոնք յուրօրինակ վավերագրեր են ու այն հավաքածուն խորհրդային շրջանում օրինակ Գոհար Գասպարյանի, Մետաքսիա Սիմոնյանի իրենց լուսանկարները նույնպես լինելու են որպես դասական ժամանակի գեղեցկության օրինակ որպես պորտրետներ, դիմանկարներ, բայց այսօրվա նաև Երևանի մարդիկ կանայք այս համատեքստում ներկայացվում են որպես քաղաքի մեջ աշխուժ մի տար, օրինակ DJ վակցինայի լուսանկարը կա, որ նվագում է, այսինքն կինը ինչպես է հին ժամանակներից ձևափոխվել լուսանկարների միջոցով եւ այսօր իրականում ինչն են ներկայացնում եւ այդ ամենը մեր առօրյա մենք տեսնում ենք բնականաբար, բայց այդ ամենը տեսնել եւ վայելել կարծում եմ գեղեցիկ կլինի հենց մարտի 7-ին ժամը 3-ին, որ ցուցահանդեսը կբացվի եւ կմնա մինչեւ ապրիլի 7-ը եւ նաեւ մենք նախատեսում ենք ապրիլի 7-ին անել մի հետաքրքիր ֆոտո, ուրեմն մաստեր կլաս այս լուսանկարիչների ֆեդերացիայի հետ, որտեղ կներկայացնեն այդ այսօրվա բոլոր տրենդները, ինքնալուսանկարները, այդ սելֆիները, ինչու են անում, այդ ամենը մեծ հոգեբանական նաև ուրեմն փաստարկներ կա եւ հետաքրքիր է եւս մեկ անգամ ընդգծելու կնոջը, քաղաքը, նրանց դերը մեր հասարակության մեջ։ Այ ազդեցությունը, հա, լուսանկարների միջոցով մենք կարող ենք հասկանալ, թե ինչպիսի վերաբերմունք ա եղել կանանց հանդեպ, ինչ դեր են ունեցել կանայք ու վերջերս շատ լուսանկարներ էին հայտնվում, հա, հարևան Իրանի դեպքում, հա, որ կանայք 80-ականներին շատ նորաձև, ազատ, այո, հագուստներով են եղել, հետո եղել է իսլամական հեղափոխությունը, ինչից հետո արդեն սկսել են ուրիշ կերպ հագնվել այդ չադրաներ եւ այլն։ Հայաստանի դեպքում բարեբախտաբար պատմական այդպիսի դեպք չունենք, որ կանանց, ասենք, կոնկրետ ինչ-որ սահմանափակում եղել է եւ այլն։ Հետաքրքիր է ինչպես է եղել այդ փոփոխությունը, անցումին ինչ անցում ենք մենք նկատում պատմական։
Դե 19-րդ դարի վերջ 20-ի սկիզբ, ինչպես ես արդեն ասեցի, փողոցներում կարելի էր տեսնել եւ եվրոպականը եւ ազգային հագուստը, դա երևի թե աստիճանաբար եղավ, բնականաբար երիտասարդներն էին կրում ավելի շատ եվրոպական հագուստը, ինչպես ամենուրեք եւ այսօր էլ է այդպես, իսկ մեծ ավագ սերունդի ներկայացուցիչները ավելի պահպանողական էին, կրում էին ազգային տարազը եւ այդ դա ինչ որտեղ շատ սաղուն ձևով ստացվեց այդ անցումը։ Իհարկե այսօր օրինակ տենց տենդենց կա Մարաշլյան Էմայի լուսանկարները, իդեպ իր աշխատանքներն են մեզ մոտ ներկայացվելու ցուցահանդեսին, նորովի ներկայացնել ազգային տարազը, իր նկարները, պորտրետներ, դիմանկարները իրան գեղարվեստական արժեք ունեն, շատ հետաքրքիր կերպարներ են, լույսային սև ու սպիտակ, լույսային այդ ստվերների խաղի շնորհիվ ստացվել են մի քիչ տենց ոնց որ գաղտնիք իրենց մեջ կրող, տենց հետաքրքիր կանանց որտեվ կինը հետաքրքիր է իր գաղտնիքներով, չէ, եւ այդ նկարները շատ մեծ ազդեցություն են թողնում։ Ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է, որ այսօր շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք այդ ազգային տարազի էլեմենտները նորովի օգտագործել մեր կենցաղում, կրել եւ երևի թե այս ցուցահանդեսը կօգնի դրան, որովհետեւ տեսնելով այդ գեղեցիկ հագուստը լուսանկարների մեջ առանձին դետալները, էլեմենտները կարող է եւ այսօրվա դիզայներները դրան արդեն ուրիշ ընթացք տան, ավելի արդիականացնեն, ավելի մտցնեն մեր առօրյայի մեջ։ Այդ տարազից մինչև ժամանակակից հագուստ։ Դուք նշեցիք, որ կարծես թե որևէ տենց գլոբալ մեծ փոփոխություն չի եղել, ամեն ինչ կարծես թե ինչ-որ հանգիստ ձևով է գնացել, բայց արդյոք չեն եղել պատմության մեջ ինչ-որ դրվագներ, որոնք ինչ-որ մի ձևով ազդել են հագուստի որոշմանը։ Դուք նշեցիք, որ հիմնականում հագնվում էին մեր երկրում, եվրոպական ավելի ոճի հագուստներ են կրում։ Արդյոք մեր հարևան երկրներում նույնպես կրում են այդպիսի հագուստներ, թե մենք առաջինն ենք այս տարածաշրջանում, ովքեր անցան այդ հագուստի ոճին եւ ավելի առաջնադեմ էին։ Թիվլիզում էլ էր նույնը, Թիվլիզում նույն ժամանակաշրջան 20-րդ դարասկզբին նույնպես կար եւ եվրոպական հագուստ եւ արդեն ազգային տարազը, դա հանգիստ ձևով է, ես կարող եմ մի բանից տեղյակ չեմ, բայց ինչքանով որ գիտեմ, այդ ընթացքը փոփոխությունները շատ խաղաղ հանգիստ ձևով են անցել եւ եկեք հիշենք Լուսիկ Ագուլեցուն, որը մենք բոլորս տեսել ենք, հա, 20-րդ դարի վերջ եւ 21 էլ մի քիչ, ինքը կրել է ազգային տարազը։ Այսինքն հիմա, քանի որ արդեն ավելի ազատ է այդ ամեն ինչի մոտեցումը, սահմանափակումներ չկան, հիմա նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի վերադառնալ ազգայինին, որոշ չափով, եթե դու ուզում ես ինդիվիդուալ երևալ, հա, ինչ որ հետաքրքիր քո ոճը, քո գիծը ունենաս։ Եվ ես տեսնում եմ, որ այսօր մեր ժամանակակից դիզայներները այդ ուղղությամբ աշխատում են։ Ովքեր են այդ կանայք, հայտնի կանայք են, ուղղակի տարբեր մասնագիտություններ ունեցող կանայք են, ովքեր են, ինչ որ մի բան հնարավոր է բացահայտել կամ ինչ որ ինֆորմացիա գտնել այդ կանանց մասին։ Եթե խոսքը գնում է 19-րդ դարի վերջ, 20-րդ դարասկզբի լուսանկարների մասին, իմիջիալոց ասեմ, եթե կարելի է թույլ տաք, տենց մի քիչ պատմական ակնարկ անենք, արդեն 1883 թվականին Երևանում կային եւ լուսանկարիչներ եւ լուսանկարչատներ, Դադյանց, Փեշտմալջյանց, որը համարվում էր դիմանկարի ամենամեծ վարպետը, Թարիվերդյանց եւ շատ էլի ուրիշ լուսանկարիչներ, արդեն այդ ժամանակ իրանք աշխատում են եւ անում են տարբեր ժանրի լուսանկարներ, ինչպես դիմանկարներ, այնպես էլ թեմատիկ ժանրերի նկարներ են անում։ Այսինքն մեզ մոտ բավականին շուտ է լուսանկարչությունը մուտք գործել, եթե հաշվի առնենք, որ 1839 թվականին է լուսանկարչությունը հաստատվել ամենուրեք, հա, Դագերի, Նիեպսի եւ Թալբոտի հայտնագործություններից հետո Երևանում եթե վերցնենք այդ իմ ասած թվականը, լավ է։ Մենք ունենք արդեն այդ ժամանակ նաեւ լուսանկարչական սրահներ,
Տեր Արիստակեսյանների լուսանկարչական սրահը, որ կոչվել է Մոսկվա եւ գործել է Աստաֆյան փողոցի վրա։ Աստաֆյան այսօրվա Աբովյան փողոցն է։ Բացի այդ լուսանկարիչներին կարող ենք տեսնել անգլիական այգու մուտքի մոտ կամ բուլվարի երկայնքով, որտեղ երևանցիները սիրում էին զբոսնել, դա արդեն շրջիկ լուսանկարիչներ էին, այսինքն մեզ մոտ այդ ավանդույթը եղել է լուսանկարչության։ Խորհրդային ժամանակաշրջանում արդեն ստեղծվել են հատուկ կենցաղ սպասարկման ֆոտոկոմբինատներ եւ լուսանկարիչները բոլորը միավորվել են այդ կոմբինատի հովանու ներքո։ Այսինքն, ինչ է ես ուզում ասել, սա շատ երկար խոսեցի, որ լուսանկարչության ավանդույթները մեզ մոտ միշտ եղել են, տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պահանջներ են եղել եւ կինը բնականաբար այդ լուսանկարչության ժամանակի հետ ընթացքի հետ ինքն էլ է կերպարանափոխվել եւ այդ փոփոխությունները մենք կարող ենք այդ էվոլյուցիան տեսնել հենց լուսանկարների միջոցով, որը, ինչպես պարոն Օրբելյանն էլ ասեց, մեր այս ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ։ Կան հայտնի կանայք, ինչպես դուք հարցրեցիք, օրինակ բժիշկներից Ռիփսիմե Սինանյանը, Գոհար Գասպարյանը, Զարա Դոլուխանյանը, մշակութային գործիչներ Սիլվա Կապուտիկյանը, կան ուղղակի սովորական կանայք, կան լուսանկարիչներ, որոնք մենք գիտենք հայտնի են, կան անհայտ լուսանկարիչների աշխատանքներ, այսինքն աշխատել եք ամբողջությամբ ներկայացնել թե լուսանկարչության այդ էվոլյուցիան, թե կնոջ կերպարը լուսանկարչության մեջ։ Հրաշալի, չմոռանանք, որ Թուրքիայի առաջին կին լուսանկարիչը հայոց Մարիամ Շահինյանը, որը Թուրքիայի հենց առաջին կին լուսանկարիչն էր ու ֆանտաստիկ արխիվ ունի։ Մի հատ վերջնական ամփոփենք, մուտքը ազատ է, ազատ չի, երբանից երբ է, որ հեռուստադիտողն էլ իմանա եւ անպայման այցելի։ Ուրեմն բացման օրը բնականաբար անվճար է մարտի 7-ին շաբաթ օրը ժամը 3-ին, այնուհետև մեկ ամսյակի շրջանակում մուտքը վճարովի հիմունքներով է գործելու եւ մենք հավելյալ կտեղեկացնենք մեր սոցիալական մեդիայի էջերով վարպետության դասերի եւ դասախոսությունների վերաբերյալ, քանի որ ուզում ենք այդ մեկ ամսյակի շրջանակում մեր թանգարանում իրականացնել նաեւ կնոջ կրթության դերը հին Երևանում դասախոսություն, քանի որ իքական գիմնազիաներ են եղել Երևանում, Ռիփսիմյան, Գայանյան օրորթած դպրոցները, մեր աշխատակիցները գեղեցիկ զեկուցումներ կունենան, ինչպես նաև լուսանկարչության վերաբերյալ այդ վարպետության դասը կանցկացվի, այդ միամսյակը մենք նվիրելու ենք, այսպես ասած, կանանց տոների յուրովի բացահայտմանը լուսանկարչության միջոցով, որը եւս մեկ անգամ հրաշալի առիթ է այցելելու թանգարաններ, տեսնելու, իմանալու, բացահայտելու այնպիսի բաներ, որոնք մեր առօրյա կյանքում մենք երբեմն չեն կարողանում անել, եթե դա համացանցային տիրույթից դուրս է։ Այսպես եւ մի ձեր հարցին նաեւ պատասխանեմ, քանի որ դուք անդադ նշում եք իրանական եւ թուրքական, այստեղ այդ համատեքստում պետք է առանձնակի նշենք, քանի որ մեզ մոտ քրիստոնեական, ուրեմն պատճառները ավելի շատ են եղել տարազի եւ եկեղեցի մտնելուց գլուխը փակ լինելու հանգամանքը եւ տարազային համալիրը մեր հայկական բաղկացած է հենց գլխաշորերից, չէ, այսպիսի բան կա, իսկ իսլամական մշակույթում բնականաբար ավելի ուշ, ինչպես դուք նշեցիք Իրանի դեպքում, ավելի խիստ պայմաններ են գործել, քանի որ քրիստոնեության մեջ մեզ մոտ միայն եկեղեցու պարագայում էր, որ գլուխը փակ, իսկ դրանից ավելի վաղ շրջանում տարազի համալիրը ունեցել է գլուխը ծածկելու, այդ որ ամուսնանում են մինչև 7 օրը, մինչև 40 օրը պետքա գլուխը փակ լիներ հարսի եւ այլն, բազմապիսի հետաքրքիր պատմություններ կան, երբ որ ուսումնասիրում ենք հայկական տարազը, անգամ շրջազգեստերի քանակը, գոտի գոքնոցը, այդ ամենը իր մեջ ունի հետաքրքիր ուրեմն էլեմենտներ, որով որ այսօր մարդկանց մոտ շատ հետաքրքիր ուրեմն էմոցիաներ են առաջացնում եւ ընդգծելով եւ ամփոփելով ուզում եմ կոչ անել, հորդորել մեր քաղաքացիներին այցելել թանգարաններ եւ վայելել
գտնվել են ամենահետաքրքիր ուրեմն վավերագրերը, որոնք պահպանվում են եւ ընդամենը տարին 1-2 անգամ ենք փորձում հանրությանը ներկայացնել եւ հանրահռչակել։ Իրոք սիրելի հեռուստադիտող, բաց մի թողեք առիթ այցելել թանգարան, Երևան քաղաքի պատմության թանգարան եւ ծանոթանալու կնոջ առհասարակ հայ կնոջ, Երևանի կնոջ կերպարի հետ։ Հիշեցնենք, մեր տաղավարում էր Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը եւ թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Մարինա Խաչմանուկյանը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շատ Շնորհակալություն։ օգտվելով առիթից ուզում եմ ձեզ հրավիրել Անչափ շնորհակալ ենք։ ցուցահանդեսի բացմանը։ Ձեր Սիրով ընկերների կայցելենք։ հետ կարող եք այո լինել ու հենց հետաքրքիր է որ մի հատ տենց պորտրետ ենք ընտրել, որ անհայտ է, օրինակ հեղինակը, լուսանկարիչը, բայց Այո, շատ գեղեցիկ կին է։ Այո, եւ հագուստներ, եվրոպական։ հետաքրքիր լուծումներով է։ Օ, հրաշալի, ես անպայման կայցելեմ։ Ես նույնպես։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Իսկ այս պահին առաջարկում գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք մեր ընթացքը։ Գնացինք։